Հանուն Հորի և Որդուի Ոգուի Սրբո, ամեն։ Մի վախեցեք նրանից, որ մարմինն է սպանում, այլ վախեցեք նրանից, ով հոգին ու մարմինը գեհեն նետելու իշխանություն ունի։ Բռնակալներից, թագավորներից ու դատավորներից, հեթանոս կայսրերից ու կուսակալներից մի վախեցեք, որտև նրանք ձեր հոգու վրա իշխանություն չունեն։ Նրանք միայն կարող են իրենց տկար կարողությամբ ձեր մարմինը հոշոտել, մասնատել, սպանել, բայց ձեր հոգին ոչինչ չեն կարող անել։ Ի վերջո, որ հոգիների ու մարմինների Տերն ու Աստվածն է, ձեզ կրկին կվերադարձնի ձեր հոգին ու մարմին։ Այս քաջալերական խոսքերով էին, որ սուրբ ճգնավորները, սուրբ մարտիրոսները ապրում էին։ Այսօր տոն է Մամասա, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սինյակացու։ Մամասը բարեպաշտ ծնողների զավակ էր և աղքատ քրիստոնյաներ էին, հայն ու մայր ձերբակալվում են, բանտ նետվում։ Բանտում արդեն իսկ մայրը հղի էր Մամասով և ծննդաբերության ժամանակն էր։ Հայրը մահանում է բանտում չարչարանքներից։ Մայրը հենց բանտում էլ ծնում լույս աշխարհ է բերում Մամասին և քիչ ժամանակ անց մայրն էլ է իր հոգին ավանդում առ Աստված։ Մամասին վերցնում է մի քրիստոնյա կին, խնամում է նրան, դաստիարակում քրիստոնեական պատվիրանների համաձայն, և 15 տարեկան էր, արդեն գիտակից, իմաստուն, բարեպաշտ և առաքինի քրիստոնյա էր։ Երբ հալածանքներ են սկսում, քանի որ Դեկոս կայսեր հալածանքներն էին դա 270-ական թվականները, Մամասը լեռներն է բարձրանում և այնտեղ ճգնություններով ու աղոթքներ էր անցկացնում։ Քարանձավի մոտ մի քաղցրահամ աղբյուր կար, այնտեղ էլ հաստատվում է։ Շուտով նրան են միանում նաև շատ ուրիշ քրիստոնյաներ, որոնք հալածանքներից էին փախել։ Մամասը խնամք էր տանում ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիներին։ Քաղցր ձայն ուներ և բոլորին կանչում էր դեպի իրեն։ Կենդանիները գալիս էին, եղնիկներին, քարայծներին պաշտպանում էր գազաններից ու գիշատիչներից։ Նրանց կաթը կթում էր, պանիր էր պատրաստում և ուրիշ կաթնամթերք և կերակրում էր իր հետ գտնվող կարիքավորներին, աղքատներին, նեղյալներին։ Եվ այսպես ուրախությամբ ու երջանկությամբ լեռան քարանձավում ապրում էր և ինքը և մյուս քրիստոնյաները։ Դեկոս կայսեր հալածանքները անգամ այս լեռան ժայռն են հասնում։ Զինվորները գալիս են և գտնում են Մամասին, տանում են ատյան։ Սաստիկ չարչարանքների են ենթարկում, ի վերջո նահատակվում այս սուրբ վկան 273 թվականին։ 274 թվականին նույնպիսի չարչարանքների ենթարկվելով նահատակվում է նաև Փիլիկտիմոնը, որ կրկին Դեկոս կայսեր հալածանքների օրոք է ապրել։ Իսկ Սիմեոն Սյունյակացը շատ ավելի ուշ է ապրել, երբ քրիստոնեությունը արդեն հաղթանակեց 4-րդ դարի վերջերին, 5-րդ դարի սկզբին 409 թվականին է հոգին ավանդել։ Սիմեոնը դեռևս պատանի էր, երբ ավետարանի խոսքեր լսում է և մի ծերունու հարցնում, թե ինչ է նշանակում ժուժկալություն։ Ծերունին պատասխանում է, ժուժկալություն նշանակում է չափավորություն, պահք, աղոթք, ողորմություն, բայց այս բոլորը հնարավոր է լիակատար իրականացնել միայն վանքերում, և Սիմեոնը որոշում է հեռանալ մարդկանցից վանք մտնել։ Եվ այստեղ անօրինակ և ծանր ճգնությունների իր է տալիս։ Ի վերջո, երբ իր հռչակը տարածվում է, որոշում է հեռանալ այդ վանքից էլ, առանձին մի ժայռի վրա ճգնել։ Ժայռի մեջ մի փորվածք է անում և այդ փորվածքի մեջ մտնելով, միայն գլուխը երևալով ժողովրդին քարոզում է։ Շատերն էին գալիս նրա խոսքերը լսելու, մխիթարվելու
իրենց հիվանդություններից բժշկվելու։ Եվ հասկանում է, որ ավելի պետք է բարձրացնի իր ժայռը, 60 կանգուն է սարքում, դրա գագաթին ցանկապատ է անում, որը չուներ տանիք, եւ այդպես ցանկապատից քարոզում էր ժողովրդին։ Աստիճան կար, որ շաբաթը մեկ միայն հաղորդություն էր բերում քահանան, եւ այսպես այդ հաղորդությամբ մեկ շաբաթ ապրում էր Սիմեոնը։ Շատ-շատերն էին գալիս Սիմեոնի մոտ խորհուրդ լսելու, բժշկվելու, զորանալու, եւ շատ-շատերին բուժում էր եւ ասում էր. որևէ մեկին չասեք, որ Սիմեոնն է ձեզ բուժել, որտեվ սուտ խոսած կլինեք, Աստված է ձեզ բժշկել եւ ձեր չարիքն ու հիվանդությունն ու մեղքը ձեզ կդառնա։ Երիտասարդ է Սիմեոնը եւ 27 տարի ճգնելուց հետո մայրը լսում է նրա մասին եւ գնում է արդեն մեծ տարիքով իր որդու մոտ տեսնելու։ Եվ Սիմեոնը սյան վրայից ասում է. իմ սիրասուն մայր, ես կուզենայի, որ դու ինձ չտեսնեիր, այլ հանդերձյալ կյանքում հանդիպեինք։ Եվ այդպես չի տեսնում իր մորը, մայրն է նրան չի տեսնում եւ հեռանում է սյան մոտից։ Եվ իր մոտ գալացողներին ասում էր. տեսեք, որ դուք Աստծո պատվիրանները կատարեք։ Դուք ինձ մոտ գալիս եք ոչ թե Տիրոջը փնտրելու, այլ գալիս եք ձեր հիվանդություններից, ցավերից բժշկություն գտնելու։ Եվ սիրում եք այս աշխարհն ու մեղքն ու անօրենությունը, եւ իմ քարոզը ձեզ համար դատապարտություն է լինելու։ Այսպիսի խիստ եւ ճշմարիտ խոսքերով ուսուցանում էր ժողովրդին։ 47 տարի այդ սյան վրա ճգնելուց հետո խաղաղությամբ ավանդում է իր հոգին 409 թվականին։ Այսօր այս 3 մեծ սուրբերի տոնն է, նաև Մամաս, Փիլիկտիմոն եւ Սիմեոն անունով մարդկանց անվանակոչության տոնն է։ Թող այս սուրբ վկաների, ճգնավորների ու մարտիրոսների բարեխոսությունը լինի մեզ վրա։